Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է իր հետաքրքիր զրույցներով ու զրուցակիցներով։ Այս երեկո զրուցակիցս Էդուարդ Շարմազանովն է, բարի երեկո պարոն Շարմազանով։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ռանդևուի տաղավարում եք։ Ինչպես արդեն մեր հեռուստադիտողը գիտի, իմ հյուրերի հետ մենք սկսում ենք գալ ամենասկզբից, մանկությունից։ Ինչպիսին էր Էդուարդ Շարմազանովի մանկությունը, հենց այս տարիները։ Այս նկարները զարմանալի է, որ դուք եք երևի մենոց շուտ ինտերնետային Facebook-յան էջերից ես, երևի մի տարեկան էլ չկամ։ Այս ծնվել եմ Ալավերդում, Ասատուր ջան, հույն հայկական ընտանիքում, հայրս Հովսեփ Շարմազանովը շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ եւ եղբորս դաստիարակության վրա, ինքը եւ մանկավարժ ինժեներ էր եւ սպորտսմեն էր։ Մայրս էլ երկարատև տասնամյակների փորձ ունեցող 50 տարուց ավելվա մասնագիտության մանկավարժ, մի քանի սերունդ կրթած, այո, Լաուրա Ավագյանն է։ Տենց նորմալ հայկական հունական ընտանիքում ավանդական, ինչպես բոլոր 80-ական, 70-ական, 80-ականների երեխաները, երկու եղբայր ենք, ավարտել եմ Ալավերդու համար 5 դպրոցը Ստեփան Շահումյանի անվան, ողջունում եմ բոլոր դասընկերներին, մեծ մասը հիմա Հայաստանում չեն, նրանց եմ ողջունում, ովքեր որ Հայաստանում են, նրանց եմ ողջունում, զբաղվել եմ սպորտով, ֆուտբոլ, բասկետբոլ, Կգանք դեռևս ֆուտբոլին ու բասկետբոլին, բայց ուզում եմ, ասիկա նորմալ ձեր ժամանակների, մեր ժամանակների մանկությունը էապես տարբերվում է մեր օրերի մանկությունից։ Դե միանշանակ, այն ժամանակ ինտերնետ չկար, հեռախոս չկար։ Ինչ դժվարություններ կար այդ մանկության տարիներին։ Դժվարություններ չեն քաշել։ Մենք մեր սերնդի բոլոր տղաները, գոնե մեր հայաթը հիմնականում դուրս է կար, ինչ խաղեր էր։ Հավալա, ճրլախտի, այդ գիտեք, չէ՞, տղեկ են որ գոտիով խփում են, ֆուտբոլ, թաղեթաղ ֆուտբոլ էին խաղում։ Ես փոքր ժամանակ շատ տարված էի ֆուտբոլով, շատ էի տարված ֆուտբոլով եւ նույնիսկ մեր թաղի թիմ ունեինք, որոնք հենց փողոցային թիմ էր, ոչ թե բան, 88 թվականին Վանաձորում նույնիսկ մասնակցեցինք Հայաստանի Կոժենի միաշկար կաշվե գնդակի առաջնությանը։ Տենց իմ համար առաջ չէր, դա պաշտամունքի պես մի բան էր։ Այն ժամանակ դե մեր հերոսներն ովքեր էին, իմ հերոսները, բացի գրականության հերոսներից, պատմական հերոսներից, հայրս միշտ շատ էր հետևում, որ ես կարդամ։ Ու ինքը շատ կարդացող մարդ էր։ Մեր տունը միշտ իր սենյակում, ճաշասենյակում, երկու սենյականոց բնակարան էր, հերոսացույցի դեմը այդ ժուրնալի սեղանի վրա միշտ գիրք կար, էլի ես հորս միշտ կարդալուց եմ տեսել։ Եվ միգուցե նաև մի քիչ տարեկից ավելի շուտ կարդում եմ, օրինակ կարդում էի Դաստոևսկի 3-4 դասանում, ինքը կարդում էր, ես վերցնում եմ, ասում էր, դե փոքր ես, չես հասկանա։ Ես էլ ասում եմ, ոչ չէ, ուզում եք սաղ պատմեմ, բայց դե պարզ է, որ հետո որ մեծացանք, նույնիսկ այս տարիքում դեռ Դաստոևսկին մինչև վերջ չես հասկանում, էլի, հա, Տուրգենի հիմնականում ռուսական դասական գրականություն։ Իհարկե հայկականն է։ Սերը գիտեմ, որ գեներով է գալիս, ձեր այո, հայրս ֆուտբոլիստ է եղել, Ալավերդու Մետալուրգ ֆուտբոլային ակումբի թիմի ավագն է եղել։ Նաև մենք մի քանի տարի, 3-4 տարի ես ու եղբայրս մեր Ալավերդի վետերան ֆուտբոլիստների առաջարկով Ալավերդու վետերանների հուշամրցաշար արեցինք։ Երևանի Արադիո 53-ի լեգենդար արդեն վաղամեռիկ հիմա Արկադի Անդրեասյաններ, Ալյոշա Աբրահամյաններ, մեր ընկերները Սերգեյ Պողոսյաններ գալիս, վաղամեռիկ Նիկոլայ Ղազայանը, Էդուարդ Մարկարովը։ Եթե չեմ սխալվում։ Հիմա ունե Էդուարդ Մարկարովի պատվին է հայրս կնքել։ Էդուարդ Մարկարովը դե ինքը լեգենդար ֆուտբոլիստ էր, 62 թվականի խորհրդային միության լավագույն ռմբարկում, 66 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Միակ հայ ֆուտբոլիստն է, որը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, 71 թվականի արդեն եկավ Երևան, Արարատից կազմում դարձավ արծաթե մեդալակիր, 73-ին ոսկե դուբլ, էլի Մարկարովը 75-ին էլ էլի Զարյային հաղթեցին 2-1 ֆինալում, էլի երկրորդ անգամ Հայաստանը գավաթակիր դարձավ։ Ես ֆուտբոլով ապրել, բայց իմ կուռքը եղել է Խորեն Հովհաննիսյանը։ Այդ 70-ականների վերջի 80-ականների երեխաների կուռքը Խորեն Հովհաննիսյանն էր, եւ Խորեն Հովհաննիսյանը
մենք հիշում եմ, էլի բոլորս այնտեղ բաժանվում էինք թիմում, մեկը Մելիքյան Բաբկենն էր, մեկը Աշոտ Սահակյանն էր, մեկը Խորեն Հովհաննիսյանն էր, մեկը Պողոս Գալստյանն էր, ես միշտ ասում եմ ես Խորեն Հովհաննիսյանն եմ, չնայած ինքը Ձախլիկ էր, ես Աշտիկ։ Այդ ժամանակ մի քանի կուրք ունեինք, էլի Յուրի Վարդանյանն էր, Ծանրամարտիկ աշխարհահռչակելի Վաղամերիկ, Խորենը Հովհաննիսյան, ու առաջացնելով ասեմ Ասատուր ջան։ Իմ մանկության երազանքները, ես ինչ երազել եմ Աստված ի կատարած էր, ես միշտ երազել եմ, դե Ալավերդում փոքր քաղաք է, այն ժամանակ հնարավորություն չկար, սենց չէր, որ հասանելի չէին աստղերը։ Ամենաշատը պետք է գային Հրազդան ստադիոն հորս հետ ֆուտբոլ նայելու, դե 70,000 մարդ է, այդտեղից պետք է ստադիոնում նայեն խորիկին, որտեղ պետք է ես նրան տեսնեի։ Հետո ճակատագիրը այնպես դասավորվեց, որ ես շփվեցի եւ Արադիո 73-ի լեգենդների հետ, եւ Խորեն Հովհաննիսյան լեգենդի հետ, եւ հիշում եմ, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահ էի դարձել, 11 թվականին ընտրվել էի, շատ մարդ այն զանգարել, բացի իմ համար, բացի իմ ծնողիս, եղբորս այդ շնորհավորանքից, ամենագլխավոր շնորհավորանքն եղել է, երբ որ անհայտ համարից զանգ եկա, վերցրեցի խորիկները, ասեց Էդո ջան, շնորհավորում եմ, այդ իմ համար բան էր, էլի, որ իմ մանկության կորքը այո, հա, ես Խորեն Հովհաննիսյանով, իսկ համաշխարհային ֆուտբոլում իմ կորքը եղել է ու կա Դիեգո Արմանդո Մարադոնան։ Համի շատ են ասում Մեսսի, Ռոնալդո, ես չգիտեմ ինչ, հա, իրանք բան չունեմ ասելու, բայց այն ինչ որ անում էր Մարադոնան, կարող է մեկ էլ Պելեն ու Կրոյֆն են արել։ Պարոն Շարմազանով, մանկության տարիներին նաև գնում էիք ջութակի։ Իբր թե գնում էի։ Ի վերջո ջութակ նվագել սովորեցի։ Հա, սովորել եմ, նվագում եմ, բայց ես չէի սիրում։ Բայց ջութակը հանում էիք ֆուտբոլային համազգեստների։ Այո, այդ մեր տան միակ խնդրեմը դա է եղել։ Ես դպրոցում գլուխ չգովամ, շատ լավ եմ սովորել, գերազանցությամբ եմ ավարտել դպրոցը։ Բայց երաժշտականում սովորում եմ մենակ մուզ լիտերատուրը։ Այսինքն շատ լավ գիտեմ պատմությունը երաժշտական, բայց սոլֆեջո, մասնագիտություն չէի սիրում, որովհետև ես տարված էի ֆուտբոլով ու ով ջութակի գնացել է կամ կողքից կիմանա, որ այդ տուփի մեջ պետք է գնայինք դասի, ես տուփ ջութակը գցում էի միջոկի հետ անկողնու տակ կամ ինչ-որ մի հատ շկաֆի մեջ, նրա մեջ դնում էի բուցիներս, ֆուտբոլային պարագաները եւ գնում էի մրցումների ու պապայից թաքուն էլի։ Մեկ էլ մի օր Հայաստանի առաջնությունը էլի փունջ էր, բայց պապան ֆուտբոլային մարդ է, մարզար հետո Ալավերդին փոքր քաղաք է, խաղում ենք, մեկ էլ դաշտում խաղում ենք, առաջի բանն էլ իմ սխալի տեսա պապանա, լարվեց որ սխալ արեց էլի, 1-0 պարտվում ենք։ Ներողություն, այդ օրը ձեր ջութակի քննության օրն է։ Հա, չէի գնացել քննության, շատ լավ գիտես։ Խաղում էի էլի։ Հետո ռազիվալկա որ մտանք ընդմիջմանը, պապա մտավ ռազիվալկա, դե ես արդեն բան եղել, ասեց, սենց տնեց պատժվելու ես, բայց եթե լավ չխաղաս, երկու անգամ ես պատժվելու, դե լավ խաղացինք, 2-1 կրեցինք։ Տենց ես, հա, ավարտել եմ, բայց երաժշտական սլուխ ունեմ, երաժշտությունից շատ լավ գլուխ չգովամ, բավականին լավ ճաշակ ունեմ, հասկանում եմ, բայց իմ մանկության տարիների ամենագլխավոր բանը եղել է երկու բան՝ գրականություն, պատմություն, մեկ էլ ֆուտբոլ։ Իսկ այս տարիները, երբ եկել էիք Երևան։ Սա լավ հիշում եմ, ուրեմն սա երևի 81-82 թիվը պետք է լինի, հայրս է, մայրս է, ես եւ եղբայրս ենք, պապիկս Ռենգեն ինստիտուտում հիվանդ էր, պարկածել, եկել ենք պապիկին տեսակցության, ու մեր ընտանիքը բոլոր այդ ժամանակվա ընտանիքների նման միջին վիճակագրական այդ կապը կար էլի, պապիկ, տատիկ, թորնիկներ, պապիկս 85 թվականին մահացավ այդ վատ հիվանդությունից, մենք եկել ենք պապիկին տեսակցության ու հիշում եմ, որ առաջի անգամ Երևան այդ ժամանակ եմ եկել, Երևան այդ ժամանակա տպավորվել։ Բայց կարծեմ այդքան էլ հարմար չէր կոշիկները։ Դե երևի շատ բան գիտես, էլի կոշիկը փոքր էին առել, հագցրել էին, դե Երևան ենք եկել նոր շորերով, նոր կոշիկով, ես էլ դե այն ժամանակվա երեխեք, հիմիկվա երեխեքի նման չեն, որ ինչ ուզես ես կյանքում չեմ հիշում, որ իմ ծնողներին ասել եմ, ես բանն ուզում եմ։ Կյանքում մի բան եմ ասել, որ ուզում եմ, 15-10 տարեկանին հետս առել է ֆուտբոլի գնդակ FIFA, այդ ա եղել կյանքի մանկության ամենամեծ նվերը, թե չասենք ես ենք ուզում, են ենք ուզում, տես բան չի եղել, թե ինչ տվել է կոշիկ առել եմ, մի համար երևի փոքր էր, սեղմում էր, ես նկարում երևում է, էլի որ դժգոհ դեմք ունեմ։ Եկավ արդեն
Պատանեկան տարիքը, ուսանողական տարիներ, ինչպես եկաք այդ կետին, որ պետք է դառնալ պատմաբան ու սովորել մանկավարժական։ Ես չեմ մտածել, որ պետք է դառնամ։ Նախ պատմությունը իմ ամենասիրելի առարկան ա եղել գրականության հետ միասին։ Ես շատ էի կարդում։ Այն ժամանակ ինտերնետ բան չկար, բայց գրականություն շատ էի կարդում, իրոք շատ։ Ու ինձ հետաքրքրել ա միշտ պատմությունը, ինձ շնորհակալ եմ իմ դպրոցական ուսուցիչներին, որ իրոք շատ լավ ինձ սովորել եւ Գագիկ Մաքսիմովիչը եւ Զոյա Դմիտրիևնան եւ Գայանե Գարեգինովնան եւ Տիկին Հարությունյանը իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին բոլորը էլի կարող ա մեկին եւ Կրիստինա Սիմոնովնան ֆիզկուլտուրայի ուսուցիչը Գեղամ Վարուժանովիչը ին վրա շատ մեծ ազդեցություն են ունեցել։ Ես պատմություն շատ էի սիրում, շատ էի կարդում։ Եվ այն ժամանակ քննություն պետք է տայինք, ես ավելի շատ իրավաբանական էի մտածում։ Խնդիր կար, մամա մենակ էր։ Ընտանիքում որոշեցինք, որ ճիշտ կլինի մանկավարժական, բայց ես դժգոհ չեմ մանկավարժական, որտեղ ես շատ լավ ուսանող եմ եղել, շատ լավ։ Եվ աշխուժ դեպքեր կհիշեք։ Եվ աշխուժ կա, եւ աշխուժ ուսանող եմ եղել։ Ֆենիկի բուֆետում ինչ էր եկել։ Այո, ֆենիկի բուֆետում դե կռիվել էինք անում, բարիշացնում էինք, աշխուժ էինք, ընկերություններ էինք անում, բայց ես բացարձակ գերազանցք եմ եղել եւ իմ համար ամենակարևոր բանը իմ պատմաբանի գնահատը հետագայում ես գիտությամբ զբաղվեցի, մինչեւ որս նաեւ դասավանդում եմ մանկավարժական համալսարանում, այն ֆակուլտետում, որտեղ ես սովորել եմ, դասավանդում եմ արդեն 20 տարուց ավել։ Ու դա լրիվ այլ զգացում է, երբ որ դու մտնում ես ամեն անգամ մտնում ես այդ ֆակուլտետ, քո ես կայացել եմ հենց մանկավարժական համալսարանում, պատմության ֆակուլտետում, Երևանում, այդ շրջապատում էլի։ Մանվել Զուլալյան ունեինք ակադեմիկոս։ Ինքը փայլուն պատմաբան էր, իմ սիրելի դասախոսներից մեկն էր։ Ինքը ասեց, երբ որ արդեն դարձա պատգամավոր, մանկավարժականում տեսա, իմ մասնագիտական ամենագլխավոր գնահատականները դա է եղել։ Ասեց, ես չգիտեմ քաղաքականությունը ինչ կշահի, բայց պատմությունը բայց պատմագիտությունը կորցրեց մեծ պատմաբանի։ Այդ իմ համար պարոն Զուրայլյանի կողմից շատ մեծ գնահատական էր։ Բայց կարծեմ թե այդ խոսքերը նաև ազդեցություն են ունեցել ձեր կյանքում։ Նեղվել եք։ Չեմ նեղվել։ Նեղվելու ես դաշտ ես արտահայտվող մարդ եմ, ես մեջս գցող չեմ, ես տենց ես եթե մի բանից ինչ որ գոհ չեմ լինում, ես արտահայտվում եմ, բայց արտահայտվում եմ, այդ մարդ պետք է իմ կարծիքն ասում եմ ու ասում եմ առաջ, մոտս երբեք բան չեմ պահում։ Օրինակ մարտի կանանց իմ աշխատողներն էլ որ աշխատել են միասին, ես կարամ այդ օրյան շատ խիստ դիտողություն անեմ, ինքը իր հաջորդ օրը գամ նորմալ բարևում, ես երեխեք ասում են մարկա, չէ՞ որ պահում ա մեջը, բան ես այդպես բաներ չունեմ, ես ինչ կա այդ ձեր ամբիցիոզ խոսքով պարզ արտահայտվող տեսակը արտահայտվել է նաև հենց ուսանողական տարիներին։ Հա, դե ես 96 թվականին հացադուլ եմ մասնակցել, 96-ին էլի այսենց բողոքի ցույցեր կային, բան այն ժամանակ Վազգեն Մանուկյանն էր Միացյալ Ընդդիմության առաջնորդը, եւ մինչեւ նախագահական ընտրությունները ուսանողները ունեին իրենց խնդիրները, սոցիալական խնդիրներ, թոշակների բարձրացում, հանրակացարանային, այնտեղ բազմաթիվ խնդիրներ կար, Սուրեն Սուրենյանց հիմնական առաջնորդը Էլիանորա Մանազյան, Վահագն Թևոսյան, ասենք տարբեր տեղից էլ ասենք էլի ԿՊ-ից այ հիմա։ Կային Գևորգներ, ես էի, Սուրեններ Բզդունի, մի կարողա ոչ բոլորին, Անուշավաններ Նալբանդյան եւ մանկավարժականից ես էի ղեկավարում, այնպես Բաղրամյան Պողոտայում նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավոր նստավարի առջև 48 ժամվա հացադուլ արեցինք, այդ նկարները կան բանում ու տենց ակտիվ եմ եղել, հետո արդարություն արմիություն ստեղծեցինք, հետո ուսանողական խորհրդի ստեղծողներից մեկն եմ ես եղել ազգային բանում, մանկավարժական համալսարանում, տենց էլի հետաքրքիր կյանք ենք ունեցել բոլորի ահուսարսափ դեկանի հետ։ Հա, ես Աստվածօգին լուսավորի պարոն Սիմոնյանի, ես սխալ էի։ Ես այն ժամանակ էմոցիոնալ էի, այս տարիքում լինեի չէի անի, բայց դե ես բան եմ շատ հանդուգն չասեմ, բայց շատ էմոցիոնալ էի, հա, բախում ունեցել եմ պարոն Սիմոնյանի հետ, ինքը ինձ թույլ չտվեց ես դիպլոմային արդեն գրած էր, պատաբան անեմ, բայց խնդրի չկա, ես կյանքի մարտահրավերներն ընդունում եմ, այն ժամանակ կամ պետք է դիպլոմային գրեի պաշտպաներ, կամ
Երկու պետական տայր, ես երկու պետականի չէի պատրաստվել, դիպլոմայինը պատրաստել էի, դիպլոմայինը ծևագիրը տվել էինք իմ ղեկավարներ, գերազանց ինքը գնահատակալ էր, այն ժամանակ տպել մպեր չկար, պետք է գրեի։ Ես ասենք ուրբաթ օրը պետք է տայի, շաբաթ օրը տվեցի, ինքն էլ չվերցրեց, ես էլ մի քիչ անդուգն պահեցի, որի համար մի անցելա ներողություն եմ խնդրում, մենք հետո պարոն Սիմոնյանի հետ տարիներ անց խոսել ենք, թե երիտասարդությունն է։ Ինձ խիստ նկատողություն տվեցին, հիշում եմ, հունիսի 12-ն էր, պետական քննությունից առաջ, մայիսի 12-ը։ Հենց դեկանատի առջև այն ժամանակ այդ պատին գրել էին Էդուարդ Շատմազանովին խիստ նկատողության տալ եւ կրկնվելու դեպքում հեռացում։ Հա, ես ստիպված մի շաբաթ էր մնացել, գնացի պետական քննությունների, ինքն էլ տրամադրված էր, որ լավ չստանամ, բայց ես սիրում եմ կյանք, ոչ թե սիրում եմ, ես ընդունում եմ կյանքի նետված մարտահրավերները, ճակատագիրը քեզ ինչ որ կա, ուրեմն տենց էր պետք, դժվարությունն է, գնացինք, երեքն էլ ստացա։ Եվ առաջի անգամ ինձ Էդուարդ Հովսեփիչ ասել է պետական քննության հանձնաժողովի նախագահ, պատմության ինստիտուտի այն ժամանակվա ղեկավար Հրանտ Ալեքսանդրիչ Ավետիսյանը։ Այլ հիմա մեզ հետ չի, էլի մեծ պատմաբան, այդ ժամանակ ես ստացա, հետո տենց էլի արդեն հայցորդ ասպիրանտուրա։ Հենց այդ տարիներին նաև ծանոթացաք ձեր ապագա կնոջը։ Նաև չէ, Լիլիթի հետ ծանոթացել եմ հենց հացադուլի օրերին։ Հացադուլի օրերին ես 0-րդ կուրս էի, 3 աղջիկներ մեր առաջի կուրսեցիներից եկել էին, որ մեզ ոգևորեն, օգնեն, մեզ էլ լինեն, ուսանողներ էին էլի, տղաներին, դե ես նստում եմ հացադուլի, մեր տղեկին ասում էին Կարոյին, մեր իմ ընկեր, մեզնից մի կուրսած էր, Բութանյացի Արո ենք ասում, Մոսկվա է, բարևում եմ ջեմ։ Դա Արոյին ասեցի, տղեկ ժողովրդին վեկալեք, ուսանողներին բերեք, էլի դասերից անեք։ Բերեցին, հետո ծանոթացանք, ու տենց սկսվեց, էլի, դա 96-ի ապրիլն էր։ Ոնց ձևավորվեց այդ մտերմությունը, ոնց հասկացաք, որ հենց ինքը Դե հասկանալով չի ցավը տնամետի ես առհասարակ անձնական բաներից չեմ ուզում խոսամ, որտեղ անձնականը Աստծո հետ հարաբերությունները ռանդևուի շրջանակներում մենք խոսում ենք։ Դե հիմա ես եմ որոշում, ինչը նորմալ, ինչ ոնց ձևավորվեց։ Տեսա որ թեստը որ տվել էր, որ պիտի լրացնեիք, ինչի եք 6-7 հոգով լրացնում։ Դե հիմա ընկերներով ենք, այդ ժամանակ տես բան կար, չէ՞ որ ասես մի հատ տետր էին տվել, ինչ է սիրում, ինչ է սիրում, մենք էլ ուսխորտի տղեկով իրար գլուխ էինք հավաքվել, լրացնում էինք էլի։ Դուք համարվում եք կոշտ քաղաքական գործիչ։ Ձեր գնահատականներում, խոսույթում ինչ կա այդ կոշտության տակ։ Ես չեմ գտնում, որ ես կոշտ քաղաքական գործիչ եմ։ Ես ռացիոնալ, էմոցիոնալ, իրատես քաղաքական գործիչ եմ, որը ոչ ուզում է, ոչ էլ կարողանում է իր էմոցիաները թաքցնի կամ իր գաղափարները թաքցնի։ Միգուցե նրանից դա էլ է բնությունից։ Ես 7 ամսական եմ ծնվել։ Իմ հայրս միշտ ասում էր ինձ, գլխավոր ասում էր, Էզիկ ջան, առաջին ակաժները հետ օգտագործի, շատ լսի, քիչ խոսա, դե մոտ ոնց որ два в одного, համ լսում եմ, համ խոսում եմ, տենց է, մոտ էլ տենց հաստատվել։ Ես իմ գնահատականները տալիս եմ, ես չեմ հավակնում լինել ճշմարտություն ասող, բայց ես գտնում եմ, որ Աստված մեզ ստեղծել է, ոչ թե գտնում եմ, դա իրականում տենց է, Աստված ասածուր ջան, մեզ ստեղծել է ազատ կամքով։ Ես իմ ազատ կամքը արտահայտում եմ։ Մի հատ մարդ կար, հետո ժամանակին ընկերություն էինք անում, տարիքով մեծ էր ինձնից, ասեց, ես չեմ, ես առհասարակ չեմ մտածում, ես ինչ ձև եմ, ոնց եմ, ինքը ինձ հետաքրքիր ձև բնութագրեց, ասեց դու անսահման ներքին ազատություն ունեցող մարդ ես, ու քեզ չեն կարա կաղապարների մեջ պահեն։ Հիմա ես կարամ մի հատ մեկը երկուսի վրա սենյակում ելնեմ, բացի միտքը չեն կարա ոչ մեկ էլի սահմանափակի։ Ես էլ այդ ձև գործիչ եմ, մի կոշտ եմ, թե կոպիտ եմ, թե բան եմ, բայց ես կարծում եմ, որ ես երբեք գոտկատեղից ներքև հարվածներ չեմ հասցրել ու դա իմը չի, ընտանիք ու անձնական հարաբերությունների մեջ չեմ մտել, դրանից զզվում եմ, իմ ընդդիմախոսների թույլ կողմերը մատնացույց երբեք չեմ արել եւ կարմիր գծեր չեմ հատել։ Որտեղ էլ ես սխալվել եմ, ես պրոբլեմ չկա հրապարակային, ես կարող եմ ներողություն խնդրել հրապարակային, ներողությունը ամոթ չի։ Տղամարդը ու առհասարակ մարդը պետք է կարողանա երկու բան ասել։ Շնորհակալություն, մեկ էլ ներողություն։ Չեմ ասում ամեսուտի բանի համար ասես ներողություն կամ շնորհակալություն, որ դա էլ արժե զրկես, բայց ամոթ չի ներողություն ասելը եւ ամոթ չի շնորհակալություն ասելը։ Ոչ թե ամոթ չի, դա ճիշտ է, դա բնական է, դա նորմալ է։ Դա նորմալ է, պարոն Շարմազանով, բայց հաճախ արդեն
հետահայաց նայելով, հա, դուք նաև ներողություն եք խնդրել այն դեպքերում, երբ դուք որևէ բան չէիք արել։ Ասենք քաղաքական թիմի անդամի համար, իդեպ նաև այնպիսի քաղաքական թիմի անդամների, ովքեր այսօր տեղավորված են Ես դες գործողների։ լացակումած բաներ չեմ սրում։ Եթե դու քաղաքական թիմի անդամ ես, տղամարդը պետք է կարողանա ունենալ պատասխանատվություն։ Եբիվարկյան, ես այդ թիմի այդ քաղաքական թիմի անդամ եմ։ Վերջ, լավի էլ վատի համար ես պետք է պատասխանատու։ Հեշտ է ուրիշի համար ներողություն Հեշտ է, հեշտ չի, ես ասել եմ, ես քիչ առաջ ասեցի, ես կյանքի մարտահրավերները արժանապատիվ ընդունում եմ։ Ես գտնում եմ, որ պարտությունն էլ ամ, պետք է կարողանաս եւ պարտվես արժանապատիվ եւ հաղթես արժանապատիվ։ Սողալով, լացելով, նվնվալով, հա, մի հատ բան մոռացա։ Հայրս որ մահացավ, իմ ձեռն ընկավ Պարուլ Սևակի գիրքը։ Դե Պարուլ Սևակը դպրոցական դասագրքով ինչ-որ կարդում ես էլի, բայց ես ռուսական կրթություն ունեմ, ավելի շատ ես ռուսական պոեզիա այդ ժամանակ ավելի լավ խոսքի Պուշկին, Լերմոնտով, Եսենին, ու Սիրեբրիննի վեկ, Ախմատովա, Գումիլյով, Բլոկ, Մանդելշտամ, ոչմ, Ցվիտաևա, գլուխը չծավաստեմ։ Այս Պարուլ Սևակը իմ համար բացահայտվեց, ես բացեցի միանգամից որդուս բանաստեղծությունը։ Դու մի անցի ասֆալտ ճամփով, գերադասի ճամփաշինել, մի նվնվա, հասկաս, այդ սա խորհուրդները ոնց որ հայրս իմ հետ խոսել։ Ու իմ համար դա դարձավ կյանքի կռեդո։ Գիտես, բանը նվնվալը դա աստուն հաճելի բան չի։ Հա որ նվնվաս ինչ։ Է որ նվնվում են, համի մեր մոտ էլ որ գալիս է մեկը նվնվում է բանման, զալ է դնում է, չէ՞, մանավանդ տղամարդ էլի չի սազում։ Լացել ես ասում է, եթե ոչ թե նվնվում ես, այլ եթե դա հոգու պորտկում է, դա բնական բան է։ Բայց սեմի տենց է եղել։ Այսինքն իշխանության ժամանակ եղել ենք, այդ կուսակցության նաև շնորհիվ եմ, չէ՞, ես դարձել Էդուարդ Շարմազանով։ Ես չեմ ասում, ես արժանի չեմ եղել, ես խելք չեմ ունեցել, ես մրցակցության, չէ, բայց կուսակցությունն է, չէ՞, նաև իմ վրա ժամանակ ծախսել, գիտելիք տվել, առաջ բղել, ես ալավերդուց եկած սովորական մարզից եկած երիտասարդ եմ եղել։ Հա իհարկե, այդ ժամանակ երբ որ մտել եմ հանրապետական կուսակցություն, ես արդեն ճանաչում ունեի, որովհետև 2 տարի արդեն Հարային հեռուստաընկերությամբ գնում էր համայնքապատկեր հաղորդումը, ու այսօրվա շտոկզեկագդայի տիպի ինտելեկտուալ իմ թիմը, Ալավերդու թիմը 2 անգամ չեմպիոն էր դարձել, ես էլ դարձել եմ միստեր ինտելեկտ։ Այդ ժամանակ ես շատ հայտնի մարդ էի, բայց դա կապ չունի։ Ես տես բաներ չունեմ էլի, որ եթե կամ քաղաքական թիմի անդամ ես, Ասատուր ջան, կամ քաղաքական թիմի անդամ չես։ Եվ երկրորդը, Վլադիմիր Վիսոցկին ֆանտաստիկ ուժեղ պոետ է, էլի։ Ասում է, я не люблю, когда наполовину։ Ես կիսատ բաներ կամ ըստեղ ես կամ ընդեղ ես։ Այսինքն ես լավն եմ, մնացածները վատն են, ով է որոշում լավն ու վատը։ Իսկ թեմա Տեր Աստված է։ Ամեն ինչի մեջ պետք է մարդուն չես կարա, չէ՞ գնահատական տաս, ասես սենց է, այս մասը լավն է, ամբողջության մեջ է, մի դու ինձ ամբողջության մեջ ես, չէ՞, մարդուն պետք է նայես իր ամբողջության մեջ իր սխալներով։ Կամ ինչա ես սխալներ չեմ ունեցել։ Յուրաքանչյուրը Կարող է ես ուզգամ էլի սխալ անեմ, մարդը սխալական է։ Իսկ ներել եք ձեր բոլոր սխալները, պարոն Շարմազանով։ Ներողը ես չեմ, Դուք հաշտվել եք այդ ամենի հետ։ Դե հիմա ես այս բանին հաշտ եմ, որովհետև բայց այն ինչ որ ես արել եմ, ինչ էլ ասել եմ, ես այդ բանին ազնիվ եմ եղել ու ես համարել եմ, որ դա է ճիշտ։ Ես գլոբալ առումով մանավանդ հանրային կյանքում չեմ արել բան, որի հետ հաշտ չեմ եղել։ Ես ստիպված գմնիստից հետո ես ստիպված բաներ չեմ ասել։ Ես դրան հավատացել եմ։ Այն ինչ որ ասել եմ, հիմա էլ այն ինչ որ ես ասում եմ, ես դրան հավատում եմ։ Կարող է ժամանակը ցույց կտա ճիշտ է եղել, թե սխալ է եղել, թերացել ես թե չէ, բայց ես ազնիվ եմ եղել։ Ինքս իմ հետ։ Իսկ ամենակարևոր բանը որ մարդ ինքը իր հետ ազնիվ է, մարդ ինքը իր հետ ներդաշնակ է։ Իսկ որտեղը եթե եղել եմ ոչ արդար, ես այդ մարդուն հատուկ գտել եմ, նստել ենք, խոսել ենք, հասկացել եմ, ել եմ ասում, իմ պագոնները չի ինգել երբեք, որ ես ինչ-որ միշտ ունենամ, որ իմ ասածը վերին ճշմարտություններն է, բայց ինչ էլ ասել եմ, գոնե հրապարակային հանրային կյանքում, ես այդ պահին գիտակցել եմ, որ դա է ճիշտ ճանապարհը։ Այսինքն ես ինչ չեմ կեղծել։ Գիտես, երաժշտությունից խոսեցիր։ Երաժշտությունում ամենավատ բանը ո՞րն է։ Ֆալշը, չէ՞։ Կյանքում էլ ամենավատ բանը ֆալշը։ Մարդ կարա սխալվի։ Ես շատ սխալվել եմ, ես սխալական եմ, բայց ես ֆալշ չեմ ապրել։ Ես ֆալշով չեմ ապրում։ Սա է կարևոր։ Սխալը մի բան է, ֆալշը մի բան է։ Ես ֆալշ մարդկանցից
աշխատում եմ հեռու մնալ։ Չէ, բոլորս էս խալական ենք էլի ասած։ Մարդ ու քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը իրար հետ բախում ունենում են։ Դե բախում ոչ թե ես չեմ ուզում տարբերակել մարդ եմ թե քաղաքական գործիչ, բայց բախում չէ, մտորումներ միշտ էլ կարան լինեն։ Միշտ էլ կյանքում լինում են պահեր, երբ որ դու որոշում ես կայացնում, ու այդ որոշումը միշտ չի որ միանշանակ է, եւ կան պլյուսներ եւ կան մինուսներ։ Կարող են լինել էմոցիոնալ ժամանակ կարող են լինել իհարկե բախումներ կարող լինեն։ Բայց ես էլ եմ ասում, ես իմ գլոբալ, ես ինչ արել եմ, ոչ մեկի համար չեմ արել։ Ու ոչ մեկ ինձ պարտք չի։ Ես էլ ոչ մեկին պարտք չեմ, բացի Աստծուց ու իմ ծնողներից։ Բայց ոչ մեկ էլ ինձ չի պարտք։ Ես արել եմ իմ գաղափարով, իմ մտածելակերպով։ Հիմա սխալ եմ արել, ճիշտ եմ արել, դա Աստված կորոշի էլի։ Մենք ով ենք, ասում թող քարն էտի նա առաջինը, որ մեղավոր չի։ Խոսեցիք սխալներից ու էմոցիաներից ու արտահայտած մտքերից։ Մինչ օրս ակտիվորեն քննարկվում է ձեր արտահայտած մի միտք։ Որը Իշխանություն տանող ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան 2-ով։ Կարող մի քիչ կոշտ է հնչել, բայց ինչ ա եղել եմ վաղ սխալ որ։ Այսօր զղջում կա այդ արտահայտածի մեջ։ Ոչ թե զղջում, ախի դա էմոցիա էր դա, պարոն Շարմազանով, չէ, իրական։ Ես երբեք էմոցիոնալ տեսա, ցավոտ տանեմ, հիմա լսի։ Կարող է ձևակերպումը, ձևը ընտրված մի քիչ կոշտ է եղել, բայց դա ինչ կոնտեքստում է արվել։ Դա ասվել է համապատասխան ընդդիմադիր գործիչների ի պատասխան, ոչ թե ժողովրդի, որոնք ունենալով փոքրամասնություն պարլամենտում, ուզում են իրենց ցանկությունները կամ պահանջները փաթաթել հանրապետական կուսակցության, այդ թվում նաև ին վզին։ Ես էլ ասում եմ, ախպեր ընտրություն ա եղել։ Հանրապետականը հաղթել է, դե Մելիք Ադամյանով է ճամփեն իշխանության։ Ի՞նչն եմ սխալ ասել։ Միգուցե կոշտ եմ ասել, դա ժողովրդին չի ասված եղել։ Դա հանրությանը չի ասված եղել։ Կարող է ձևակերպումը մի քիչ կոշտ է ստացվել։ Բայց ես այդպես եմ մտածել, տենց լես իրանից այնքան կոշտ, տենց հստակ, ես կոշտ չեմ, ես միշտ հստակ դիրքորոշում եմ ասում։ Սենց չկա էլ ռասպլիվ չտի։ Դե հիմա մեկին դուր, ես երբեք եթե ես մի բան ասել եմ, ես 18 թվականին որ խոսել եմ, ես չէի պատկերացնում, որ 2.900.000 ինձ դեմ է։ Բայց ես խոսել եմ, չէ՞։ Կամ շիզոֆրենիկ չեմ, չէ՞, հասկացել եմ, որ եթե խոսեմ, այդ 2.900.000 այս 1 միլիոնը Facebook-ում պատասխանելու է, իմ ընտանիքը թիրախավորվելու է։ Բայց դա իմ ընտրությունն է եղել։ Ոչ մեկ ինչ չի ասել գնախոսը։ Կգանք դեռ այդ օրերին, բայց կամ ինչ ասեի, քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ եղել, առանցքային։ Ասեի, հա, ճիշտ եք ասում։ Քաղաքական կուսակցության եւ առհասարակ քաղաքական գործի խնդիրը պետք է լինի իր թիմին ու իր գաղափարները պաշտպանելը եւ տարածելը քաղաքական դաշտում։ Եվ համոզել է ժողովրդին, որ քու ճանապարհն է ճիշտ։ բայց վերամբարձր է դա։ Դե մի վերամբարձր, ասինքն վերամբարձը ո՞րն էր։ Իսկ հիմա վերամբարձը Արցախը, Հայաստանը եւ վերջ, այդ էր վերամբարձ։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Դե դա է վերամբարձը։ Մի ասես Մելիք Ադամյանով անցնում ճամփեն։ 50%-ից ավել ձեն էր հավաքել։ Դե այսօր հիմա իրանք կհատակացեն, կասեն, տեսակ որ Մելիք Ադամյանով չի անցնում։ Դե հիմա մի օր էլ ԿՊ-ի գրասենյակով չի անցնելու։ Այդ ժամանակաշրջանում, այդ ընթացքում դա ոչ թե իրականություն, դա adekvat հայտարարություն էր։ Հիմա մեկի դուրը կգա, մեկի դուրը չգա, ինչ ասեմ։ Ոնց որ դուրը չի գալու, քննադատել են, դες հանրապետականի եւ Շարմազանովի միակ գլխավոր թեյությունը, եթե Մելիք Ադամյանն է, ուրեմն մենք քաղաքական հրեշտակներ ենք եղել։ Պարոն Շարմազանով, այսօր մի իրավիճակում ենք, որ տարիներ շարունակ հանրապետականին քննարկած ու քննադատած անձիկ չեն վախենում ու ասում են մասնավոր զրույցներում, բայց ապրեն իրանք մարդ մնացին։ Դժվար է, ինձ այդ գնահատականը չի հետաքրքրում։ հարցս։ Նայած ով է, էլի ասում։ Հարցս։ Հա։ Դժվար է քաղաքականությունում մարդ մնալ։ Ոչ մի տեղ էլ դժվար չի։ Կյանքում դժվար է մարդ մնալ, եւ հեշտ է եւ դժվար է։ Բա ինչի շատերը չեն։ Այրանց գործն է։ Մի կարող է իրանք գտնում են, որ իրանք ավելի լավ մարդ են, քան ես։ Ես մի բան գիտեմ, ամեն մեկը ապրում անենց, ինչպեսի դասիրակություն ստացել է, եւ իր կարմիր գծերը։ Կամ այդ ինչ են կարել, որ ասում ես դժվար է։ Ինձ մեկ ավելի զարմացնում է, որ ասում են Շարմազանովը, Աշոտյանը, մեկ է, մյուս ապեր մնացինք ու ասիկ ինչ պետք է անեինք, էլի։
Պետք է ելնենք։ Տեսանք, որ շատերը գնացին։ Հայաց գործն է Աստված իրանց հետ։ Իրանք երևի գտնում են, որ դա է ճիշտ։ Ես իմ հետ ոչ ես ասած ու ճանավարտ եմ, ես ինչ արել եմ ու ինչ անում եմ, իմ արժեքային համակարգին համապատասխան եմ արել։ Հիմա դա ճիշտ եմ արել, վատ եմ արել, մարկանց դուր է եկել, մարկանց դուր չի եկել։ Իմ համար մեծամտորեն չհնչի, էլի կարևորը ես իմ հետ համերաշխ կլնեմ, ներդաշնակ կլնեմ։ Ես ինֆարկտ ստանայի 18 թվին, եթե չխոսայի։ Դե ինձ դա եթե կարծիքը չասեի, կարող եք դուք։ Դե հիմա չգիտեմ ինչի կարող եմ, կյանքը ցույց կտա, ես նենց եմ ինչ որ կամ։ Եվ դժվար է եւ հեշտ է։ Դժվար է, որովհետեւ եւ գայթակղվելու բաներ կան եւ առաջարկություններ կան, բայց դա ամեն մեկը իր որոշումն է։ Ամեն մարդ ինքնախ ինգերության մեջ տենց չի։ Դժվար է անգերավ ընկերելնելը։ Դե չէ։ Եւ հեշտ է եւ դժվար է, չէ։ Եթե դու նվիրված ես, եթե դու այդ արժեքներին եւ սկզբունքները պաշտպանում ես, եթե դու ուշադիր ես քո ընկերոջ նկատմամբ, եթե հաշվարկով չես, դե ես չեմ համի հաշվարկովը ո՞րն է, էլի չհաշվարկովը։ Կարևորը արժեքները կրելն է։ Հիմա դժվար չի ես։ Ինչի կյանքում ինչն է հեշտ, որ ես կյանքում։ Համ հեշտ է, համ դժվար, ինչն է հեշտ ես կյանքում։ Հեշտ բան կա։ Կյանքում հեշտ բան կա։ Կյանքում հեշտ բան չկա։ Կյանքում այն ինչ որ հեշտ տրվում է, ինքը հեշտ էլ գնում է։ Հեշտ բան չկա այս աշխարհում։ Աստված մեզ ասලා պետք է քրդինքով այդ հացը վաստակեք։ Շատ բարդ է։ Ինքը դրա համար քեզ փորձում է, դու սխալվում ես, հետո ապաշխարում ես, հետո զղջում ես։ Ամեն ինչ էլ կա, Սատուր ջան, այս կյանքում։ Հիմա ես ասեմ, վայ, դժվար է մենք հերոսություն։ Այդ ինչ են կարող հերոսություն արել են մարդիկ, ովքեր գնացել են Արցախը ազատագրել են կամ Արցախում նահատակվել են։ Հերոսները նրանք են։ Մեր ասա, մենք այդ ինչ ես չեմ ուզում ասել։ Վճարող է։ Դե դա էլ նորմալ բան է։ Պարոն Շարմազանով, դուք այն անհատներից եք, ով եթե ոչ ամենօրյա, ապա շատ հաճախակի ջերմ շփման մեջ եք Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյանը հասարակության մոտ մշտապես աչքի չի ընկել իր էմոցիոնալ պոռթկումներով, իր տրամադրության արտահայտման ցցուն դեպքերով, քանի որ վստահ եմ, որ ռանդևուի շրջանակներում դուք չեք զանգելու պարոն նախագահին, որ հաջորդ անգամ ես պատիվ ունենամ իրեն հյուրընկալելու։ Քաղաքական գործիչները չեմ զանգելու իմացի։ Եկեք գոնե այս կերպ, որպես մարդու, ով բավականին լավ է ճանաչում նախագահին, բացահայտենք նախագահի կերպարը։ Ինչպիսի էության, տրամադրության ու էմոցիաների կարող է Հանրապետության երրորդ նախագահը։ Ասատուր ջան, շատ բարդ է Հանրապետության երրորդ նախագահի եւ իմ համար շատ թանկ ազնվորության իմ ավագ ընկերոջ մասին ես հիմա շատ էս բաներ ասեմ, բայց անձնական էլի գնահատականներ տամ, որովհետեւ գնահատական տալու համար այցեւի պատմական դեմքերի բարդ է գնահատական տալը։ Հաջորդ իմ բան ասեմ, էլի, ես շնորհակալ եմ եւ Անդրանիկ Մարգարյանից, իմ առաջի քաղաքական ուսուցչից, եւ Սերժ Սարգսյանից, էլի իմ ավագ ընկերոջից, իմ ուսուցչից, իմ այսօրվա ղեկավարից, որ իրենք երբեք թե Անդրանիկ Մարգարյանը այն ժամանակ իմ քաղաքականության սկզբնական շրջանում եւ թե Սերժ Սարգսյանը 2007-ից այս կողմ արդեն գրեթե 20 տարի երբեք իմ ներքին ազատության վրա չեմ բռնացել եւ ինձ ընդունել են նենց ոնց որ ես կամ իմ սխալներով, իմ պոռթկումներով, այսինքն Սերժ Սարգսյանի գլխավոր որպես թիմի ղեկավար արժանինքներից մեկը նաեւ նա է, որ ինքը չի ճնշում։ Ես ստեղծագործող մարդ եմ, քաղաքականության մեջ էլ պետք է մարդ ստեղծագործող լինի, էլի, այսինքն մտածող, ես չեմ կարա զուբրիտ անեմ, ես դպրոցում էլ այդ անգիրները լավ չեմ սովորել։ Ես չէի սիրում անգիր անել, ես անգիր անում էի, ինչ որ ինձ պետք էր։ Բա դա անգիր չէր, էլի, դա քո մեջով պետք է անցկացնես, հա։ Ես չեմ կարող ինձ թուղթը կան, ասեն գնա անգիր արա, գնա խոսա։ Ես այդ մարկանցից չեմ։ Ես պետք է իմը լինի, խոսամ, իմը չլինի, չեմ խոսա։ Ու ես շնորհակալ եմ նախագահին, որ ինքը երբեք այս տարիների ընթացքում ոչ իշխանության եղած ժամանակ, որը շատ ավելի կարևոր է, ես պետության պարլամենտի երկրորդ դեմքն էի եւ շատ արտաքին քաղաքական կարևորագույն պատասխաններ իմ շուրթերով էր հնչում։ Եվ կարող է միտեղ էլ պերեբոր էի անում, բայց երբեք նախագահը եթե միտեղ էլ դիտողություն ա եղել, ինքը նեն շատ նուրբ արել, որ ես ինձ ված չզգամ, որ ես չփակվեմ։ Ես փակվող մարդ եմ։ Ես շատ հեշտ փակվում եմ, շատ հեշտ բացվում եմ։ Ես դա իմ երեսից երևում է կամերան այստեղ, ես որտեղ եմ գո, որտեղ եմ դժգո, որտեղ եմ ազատ, որտեղ եմ կաշկանդված, ինքը չի կաշկանդել։ Իսկ ինչ մասին ազգային հերոս է, ինչ է, Արցախ ազատագրած, Շուշի ազատագրումը կազմակերպած, 2016 թվականի ապրիլ հաղթանակը
իրագործած Ադրբեջանին 2 անգամ հաղթած մարդ է, ինքը պատմական դեմք է։ Այս մեկը կլինի, մեկը չի լինի, սա բաները անցողիկ են, բայց պատմության մեջ մնալու է Սերժ Սարգսյանը որպես մարդ, ով հայոց ազատամարտի գլխավոր դեմքերից մեկն է եղել, բնականաբար Վազգեն Սպարապետի, առաջին նախագահի, երկրորդ նախագահի եւ էլի մեր դուշման Վարդանի շատեր են եղել, բայց ինքը եւ ռազմի դաշտում է եղել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար եւ պաշտպանության նախարար եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար ինքը կարողացել է հաղթանակներ տանել։ Միշտ չի որ բնականաբար այդ ձևի պատմական դեմքերը պիկի վրա են հեռանում քաղաքականությունից։ Շարլ դե Գոլն էլ պիկի վրա չգնաց։ Շարլ դե Գոլը այսօր համարվում է 20-րդ դարի մեծագույն ֆրանսիացին, բայց Շարլ դե Գոլն էլ մերժեց ֆրանսիական հասարակությունը։ Շարլ դե Գոլին չեն մերժել։ Չէ, ուզում համեմատություն անեմ, էլի։ Մարդ, որը անսահման սիրում է իր պետությունը, իր ժողովրդին եւ երբեք չի չարացել։ Երբեք չի չարացել։ Ու մարդ, որը ունի զարմանալիորեն զսպվածության, որը սովորելու բան է, էլի, բայց դա զսպվածություն եւ օբյեկտիվություն։ Ես շատ ուրախ եմ, որ պատիվ ունեմ իր կրսեր ընկերելնելու, չնայած ինքը ասում է դուք մեր ընկերներն եք, բայց մենք կրսեր ընկերներն ենք։ Եվ Աստված իրան երկար տարիների կյանք տա եւ մեր հայոց ազատամարտի բոլոր պատկառելի հերոսներին։ Ավելի մանրամասնելով հարցս, եղել է դեպք նախագահի հետ, երբ տեսնեք նրան, չգիտեմ, դժվարին օրերին, վատ տրամադրությամբ ու ձեզ համար բացահայտեք մի նոր Սերժ Սարգսյանի։ Չէ, ես իրան միշտ էլ ոնց կա այնց էլ հասկացել։ Սկզբում որ իր հետ շփվում էի, չենք էլ հասկանում էլի։ Որտեվ ինքը բաներ կա, ասում է եղավ, դա հան չի։ Ու ասում է այո, դա այոն է։ Եղավը դա քեզ լսեցի։ Շատ դեպքերում մենք մարդիկ գալիս էին ասում են սենց ասում են ախպեր ինչ ասես նախագահ, ասեց եղավ։ Ասում է եղավը հան չի տղա ջան։ Այդ եղավը ես քեզ լսեցի։ Ինքը շատ զուսպ, իր մասին շատ քիչ խոսացող։ Չեմ ուզում ասեմ, էլ ինքը շատ բան ա տեսել այս կյանքում ու ինքը կյանքի մարտահրավերները, Ասատուր ջան, սա ամենակարևոր բանն է։ Կյանքի մարտահրավերները արժանապատիվ ընդունող եւ մարտահրավերից չխուսափող մարդ է։ Եվ Աստված ծա պատմությունը արժանիորեն գնահատի իրան։ Այսօր անարդար է եւ այն կողմից եւ այն կողմից։ Ես չեմ ասում ինքը անսխալական է, ինքը թերություններ չունի, ինքը սխալներ չունի, ամենևին ոչ, որևէ մեկս անսխալական չենք, բայց ինքը անարդարացիորեն շատ դեպքերում թիրախավորվել է։ Բայց ինքը նույնիսկ այդ անարդարացի թիրախավորումները ինքը արժանապատիվ է վերցրել իր վրա։ Իմ կարծիքը դա է։ Առօրյա շփումներում նախագահի դեմքի արտահայտությունից դուք հասկանում եք ինքը ուրախ թե տխուր։ Ինձ համար օրինակ Ասատուր ջան, ֆենոմենը չեմ բացել։ Նա 20 թվից հետո նորմալ մարդը ոնց կարող են շատ ուրախ։ Չէ, դրա մասին չի խոսքս։ Մինչ այդ, թեկուզ իշխանություն։ Հասկանում ենք, դեռ ասեմ 20 տարի այդ մարդու հետ գրեթե ամենօրյա շփման մեջ ենք, ոնց կարող է չհասկանանք։ Մենք իր դեմքի արտահայտությունից ենք հասկանում, ինքը որ նիստը վարում է, նույնիսկ սիգարետը վառելուց ենք հասկանում։ Խնդիր չկա, բայց դա չի ազդում, շնորհակալ եմ ասում, չի ազդում իմ արտահայտվելու եւ իմ մտքերը փոխանցելու ոչ տրամադրության, ոչ էլ ազատության վրա, դա շատ կարեւոր է։ Ինքը խրախուսում է ազատ կարծիքները, ինքը մարդկանց ընդունում է նես ոնց որ կա։ Բնականաբար ինչ ասեմ, ճանաչում ենք, ոչ չենք ճանաչում, շատ լավ ենք ճանաչում։ Պարոն Շարմազանով, 2018 թվականի այդ խելահեղ կամ խելացնոր օրերին ինչ փոխվեց ձեր ինքնագնահատականում, թե ամեն ինչ նույնն էր։ Ասատուր ջան, ուզում եմ անկեղծ ասեմ, էլի։ Ես կուզեի 18 թվականը լիներ, էլի մենք այս վիճակում մերժված լինեինք, բայց Արցախը լիներ հայկական։ Ես առանց ավելորդ ձևականության եմ ասում։ Ես ուզում եի, ես պատրաստ եմ 18 թվականի օրը լինեի ազգի թշնամի, բայց Արցախը լիներ հայկական։ Հայաստանը սենց խայտարակորեն ծնկի չգար։ Բաքվի բանտերում
իմ եղբայրներին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցմա կամ 20 տարով չդատապարտվեին։ Ցեղասպանությունից էլի ապրիլի 24-ին ցեղասպանությունից նույն Հայաստանի ղեկավարն ու ժողովուրդը այդ պահանջատիրությունը հնչեր։ Չկանգնեինք, ասենք, Արարատը ինչ կապ ունի մեր պետության հետ։ Այս ազգային ամոթի դարաշրջանը չապրեինք։ Գիտեք ինչ կա, ասում են ինչ որ լինում է, Աստված թույլ է տալիս։ Ամեն մեկը երևի մեր մեղքերի, մեր սխալների համար տենց հալածանքի ենք արժանացել։ Երևի տենց էր պետք, չեմ կարող ասել, ճիշտ էր, սխալ էր։ Իհարկե պատմությունը ցույց տվեց, որ շատ սխալ էր։ Բայց կրկնում եմ, էլի, քո անձնական դժվարությունը, քո անձնական խնդիրները, միգուցե ողբերգությունը, հալածանքը ոչինչ է հայրենազրկման համար։ Եթե ես էլի ընտրություն ունենայի, ասեմ 18-ին, ապրիլի 23 կամ մայիսի 1-ին, որ բոլորը մեզ մերժում էին, ինչ ասես ասում էին, մեզ իմ Արմենի եւ մեր թիմակիցների նկարները դնում էին, գրում էին թուրք, դավաճան, ես չգիտեմ ինչ, բայց դա պետք է կանխեր 5000 հայրենիք կամ հազարավոր հայրենիքների նահատակումը, դա պետք է կանխեր Ղազանչեցոցի, Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի օկուպացիան, 150,000 հայերի էթնիկ զտումը, ոչինչ թող, եթե գինը դա էր, ես խնդրեմ չեմ տեսնում, բայց սա է խնդիրն եղել։ Ապրիլի 23-ին լրագրողների հետ 24-ին ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ դա ապրիլի 24-ին էր, ես բան էի, առավոտյան մենք մեկնեցինք Ծիծեռնակաբերդ, այնտեղ ա եղել հարցազրույցը։ Այնտեղ ասացիք շնորհավորում եմ, Արցախը հանձնվեց այս քայլով։ Դա զգացողություն էր, բանը էդ էր, հա։ Կոնտեքստը դա էր։ Զգացողություն էր դա, թե քայլերի հաջորդականությունը մեկ քայլ առաջ տեսնել։ Ես վախեր ունեի, ու բոլորս վախեր ունեինք, որ այն թիմը որ գալիս է, իր համար Արցախի հայկականությունը, ազգային արժեքները առաջնային չեն։ Ու ամբողջ այդ բանի ընթացքում, իր լրատվական եւ քաղաքական գործունեության ընթացքում ես չեմ տեսել, որ ազգային խնդիրները այս թիմի համար եղել են առաջնային ու ֆունդամենտալ։ Օրինակ մեզ համար Արցախի հայկականությունը եղել է կարմիր գիծ, նույն Սերժ Սարգսյանը, որ Լուկաշենկո զապիսները լսում եք, չէ, ասում է 5 միլիարդ, ասում է իսկ 6 միլիարդ կտամ յանտու։ Այսինքն դա հստակ ցույց է տալիս, որ մեր կարմիր գիծը եղել է Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, այսինքն եթե նույնիսկ Հայաստան պետք է գա 20 միլիարդ ներդրում, ավելի լավ է ոչ մի լումա չկա, բայց Արցախը լինի հայկական։ Իսկ սրանց համար տարբեր է, եթե 5 միլիարդ էլ կգա կամ 9 միլիարդ կգա, ոչինչ, կարա տրիպլի, կարա թուրքական միջանցք անեն, ջանդամ թե 150,000 արցախցի էթնիկ զտման չեն ենթարկվել, ջանդամ չէ Ալիևը մեզ ֆաշիստ չի անվանում, հասկանում եք, դա առաջնահերթության բան է, էլի, ասինքն ինչն է նաև քո համար կարևոր։ Մեզ համար կարևորը էդ է եղել։ Մեզ կոռուպցիայի, չգիտեմ, ներքին քաղաքականության, տնտեսական, սոցիալական բաղ շատ կարան քննադատեն։ Ես դրա մեջ չեմ էլ մտնում։ Միգուցե որոշ մասը նաև արդարացի է։ Բայց ազգային հարցերում դա ցեղասպանության միջազգային ճանաչում, ասածու ջան, 2015 թվականի ապրիլ 24-ը դա հայոց պատմության եւ հայոց պետականության հաղթանակն է եղել։ Երբ որ նույն օրը Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակն է, Թուրքիայի նման պետությունը, որը G20-ի անդամ է, չէր կարողացել ավելի ներկայացուցչական կազմ հավաքել Թուրքիայում, քան Հայաստանում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններից երկուսի նախագահը Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Դաշնության նախագահ, եւ Ֆրանսուଆ Օլանդը, Ֆրանսիայի նախագահ, այստեղ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցան։ 100-ից ավել պատվիրակություններ կար։ Համեմատության համար ասեմ, Ռուսաստանի Դաշնությունը ապրիլ 24-ին 2015 թվականին Հայաստանում ներկայացնում էր Ծիծեռնակաբերդում Վլադիմիր Պուտինը նախագահ, իսկ Գալիպոլիում Թուրքիայում ընդամենը Գոզդումայի ղեկավարը։ Հասկանում ես, Ռուսաստանի պետությունը նույն օրը ստանում է հրավեր, մեկը Սերժ Սարգսյանից, մեկը Էրդողանից։ Պուտինը ընդունում է Սերժ Սարգսյանի հրավերը։ Ու գալիս է այստեղ։ Բայց սրանք այդ հաղթանակները ասում են, դե ինչա որ կարևորը փողը լի 30 արծաթ լի, էս լինի, այս ֆունդամենտալ այդ տարբերությունն է։ Մեր տարբերությունը դրանում է։
Այդ օրերին նաև, ինչպես ձեր խոսքում նշեցիք, շատ էիք թիրախավորվում։ Դուք, ձեր ընտանիքի անդամները ու հիշողություն ունեցողներս հիշում ենք նաև ձեր դստեր նամակի մասին, որից գիտեմ, որ տեղյակ չեք եղել։ Այ եթե միակ բանը որ զղջում եմ, եթե ես իմանայի, որ Նարեն նման նամակագրել, ես թույլ չէի տա։ Գիտեմ, որ դեմ եք եղել։ Ինչու։ Ես չեմ իմացել, որ դեմ ելնեմ կամ ներկա Հա, չէ, հետո իմանալուց հետո հանդիպել Ես եք։ երեկոյան տուն էի գալիս, լավ հիշում եմ մեքենա։ Ընկերներիցս մեկը զանգեց, նույնիսկ աղջկա սահուն ասես, տեսար Մանեն ինչ արեց։ Ես ասի Մանեն ո՞ր է, ինչ արել։ Բայց ես սկսեցի Facebook-ում նայել, տեսնամ մեկ էլ ասի ինչ բան, մեկ էլ զանգի ասի ինչ է, բախբեր չէ, աղջիկդ։ Անունը խառնել էր։ Նոր մտա, զանգեցի կնոջս բաման, նոր գնացի տուն, տեսա, ես օրինակ բաց ինչպես իմ հանդեպ են տենց, որ ես ազատ կամք եմ տա, ինձ տալիս են ազատ կամք ու ես չեմ սիրում, որ ինձ ճնշում են, ես հա կողքից կարող եմ տենց էլ եմ ավանդական եմ, պահպանողական եմ, բայց երեխեքի մտածողության, գործունեության բաղ շատ չեմ միջամտում, էլի, նաև մասնագիտության ընտրության, կյանքի ընտրության, ես կարող եմ կողքից խորհուրդ տալ, բայց այդ դեպքում փոքր էր 15 տարեկան էր, այդ դեպքում ես եթե իմանայի ոչ թե կտրուկ չէի, ես այդ կզրուցեի կհամոզեի, որ դրա իմաստը չկա։ Որ չթիրախավորվի գալվում, թե չէ որ երեխան չթիրախավորվի, ես միշտ իմ ընտանիքին հեռու եմ պահել, ասած Ռուջան հիմա էլ։ Ես իմ ընտանիքին միշտ հեռու եմ պահել, դաժե քաղաքականության այն ակտիվ քաղաքական տարիներին ես երբեք իմ ընտանիքին տենց չեմ մտցել քաղաքական դաշտել։ Ես գտնում եմ, որ մարդիկ իրանք կյանքի ազատ ապրելու եւ չպետք է էլի շատ քեզնից կախված լինեն։ Գիտեմ, որ նաև հենց այդ օրերին ասել եք դա է գինը քաղաքականություն մտնելու, պիտի պատրաստ լինենք նաև դրան։ Իմ ընտանիքը փառք Աստծո եւ մայրս, եւ կինս, տղաս փոքր էր, եւ եղբայրս, եւ եղբորս ընտանիքը եւ իմ ընտանիքը մենք մեր մոտ տենց կա, ազին զավսեվ սեզադնովը, փառք Աստծո, ես Աստծո շատ շնորհակալ եմ, որ ունեմ լավ ընտանիք։ Մենք ոչ միայն իմ փոքր ընտանիք, այլ նաեւ եղբորս ընտանիքի հետ մենք մի մեծ ընտանիք ենք։ Օրինակ որ հյուրը լինի մեր տունը, չի հասկանա ով է իմ երեխան, ով է Երիկի երեխան, ասինքն մեր մոտ այդ բանն է, ուստեղ մամայի դերն է շատ մեծ։ Ուզում եմ ասեմ, որ մայրիկի դերը մեր ընտանիքում շատ մեծ է, ինքը մեծ համար եւ մայր է եւ հայր է եղել։ Եվ այդ իմաստով տենց բան չկա, եթե մենք մարտահրավերը արժանապատիվ ենք ընդունում, նես չէ, էլի, մեր ամբողջ ընտանիքով տենց ենք։ Այսինքն եկել է մարտահրավերը, պետք է ընդունենք։ Ինչ անենք։ Փախնենք, լացենք, բանա փոխվելու։ Դե պետք է մարտահրավերը ընդունես։ Հետո մարդիկ ինչքան դժվարություններ են տանում, այնքան ավելի են պնդանում։ Էլի պարուր սևակին կամ չէ, ասում տառապանքից չեն դժում, չէ, այլ ավելի են պնդանում, չէ՞, էլի որդուս բանասեության մեջ պարուր սևակն ասում, չէ։ Եկանք ռանդևուի բլիցին, բնավորության գիծ, որը ձեզ շատ է խանգարել կյանքի ընթացքում։ Զգացմունքայնությունը։ Բացամ խանգարելը համոքնելը։ Ինձ ընդունում են տես ոնց որ ես կամ ու ես չեմ բողոքում։ Ես շատ լավ ընկերներ ունեմ եւ հասարակության մեջ էլ իմ հարազատների մոտ ինձ այդպեսին են ընդունում։ Ես ազնիվ այդ պահին ինչ ասում եմ։ Ես զգացմունքային մարդ եմ եւ եթե մեկը մինչեւ 10 հաշում անոր ասեմ, ես մեկը ասելով արդեն իմ կարծիքն ասում եմ, հա։ Եվ լավը եւ վատը։ Ինչն է ձեզ ստիպում գիշերը տենց ուշ քնել։ Ես առհասարակ ուշ քնող մարդ եմ։ Կարդալը, նայելը, ես գիշերային մարդ եմ։ Դա մնացել է ուսանողական տարիներից, տեխնացուական դիսերտացիա գրելու տարիներից։ Ես ցերեկը չեմ կարողանում կենտրոնանալ, ես պետք է մենակ լինեմ։ Մենակ իմ աշխարհին գրքերը դնեմ տուններ, ես պետք է կարդամ, նայեմ, հաղորդումներն էլ մեծ մասը այն ինչ որ ինձ հետաքրքիր, ես գիշերն եմ նայում։ Դու գիշերային մարդ, հետո մենք հանրապետականները նախագահի գլխավորությամբ շուտ քնող չենք, էլի։ Մենք գիշերներն էլ ենք աշխատում։ Մանավանդ ընթերցանությունը, կարդալը, մասնագիտական գործերը, ասինքն հարցազրույցներ կան, բայց գիշերն եմ նայում։ Եղել է պահ, որ հասկանաք, որ ուժեղ լինելը արդեն հոգնեցնող է։ Չեմ կամ ես ուժեղ եմ, թույլ եմ, ինչ իմանամ։ Ով է որոշում ուժեղ ես, թե ուժեղ չես։ Կամ ուժեղը ո՞րն է։ Այն ամենը ինչը հաղթահարել են։ Դե հիմա կարող այսօր հաղթահարես, Աստված չանի, վաղը չհաղթահարես։ Աստված ինքն է որոշում, էլի ով է ուժեղ, ով թույլ։ Ես ինձ ուժեղ, ոչ ուժեղ եմ համարում, ոչ թույլ։ Ես ինձ սովորական մարդ եմ համարում իր թերություններով, բայց իր յուրահատկություններով։ Ես գիտեմ, որ ես շատերի նման չեմ։ Մի դա լավա թե վատա չեմ կարող ասել։ Կյանքի վայրի վերումների շրջանը հաղթահարելուց հետո այսօր երբ հետայաց նայեք, երբ եք եղել
խոցելին կամ ամենափշրվածը։ Արցախի 23 թվականից հետո։ Այդ բանը մի ամիս կար, ես գրեթե հարցազրույց չէի տալիս։ Ամենաբանը մեկ է ժամանակ, մեկ էլ երբ որ Բաքվում առաջի դատավարությունն եղավ, իրոք ես տենց մարդ եմ էլի։ Իմ ընկերներն ինձ ասում են այսօր բանես պոզիտիվի մեջ ես թե նեգատիվ, որովհետև ես իմ տրամադրությունն երևում է էլի։ Որ գալիս են տեսնում տրամադրություն չունեմ, ասում են լավ, այսօր Էդոյի հետ չարժե խոսալ, որովհետև ինքը միշտ այդ բացասական բաներն է ասելու։ Ես երբ որ Արցախը հայաթափվեց, այդ իմ համար եղել է ազնական ողբերգություն ու կա, որովհետև շատ բարդ է մարդկանց դա բացատրել։ Նույնիսկ շատ դեպքերում քո ընտանիքի անդամներին, քո ընկերներին, ովքեր որ դրա մեջ չեն, ես ոչ թե ասեմ ես ավելի հայրենասեմ, քան ուրիշը, չէ։ Որպես քաղաքական գործիչ Ասատու ջան, ես կյանքում չեմ արել բան, ռազի գալը չկի։ Ուզում ես հավատալ, ուզում ես չէ, ես դրանով ապրել եմ։ Ես որ գնում էի դուրսը Արցախի համար ճառ էի ասում, կամ մի հատ քայլ էի անում, կամ ցեղասպանության միջազգային ճանաչումը, կամ Լատվիայում, կամ Չեխիայում, կամ Կիպրոսում ժողովականությունը, գլուխ գովալ չէ, դա ես եմ արել։ Հիմնականում իհարկե պետությունն է, մեր ընկերները, բայց ես եմ նախաձեռնում, ես եմ հետևողական։ Բանախոսներ չէ, այդ падգամավորների հետ հանդիպողը ես եմ եղել, համոզողը ես եմ եղել, դա տարիների աշխատանք է եղել։ Իմ նախաձեռնությամբ ոչ մեկ չի զանգել նախագահականից ասել Շարմազանով գնա այս գործն արա։ Ես դրանով ապրել եմ։ Նույնիսկ հիմա այս ամիսներ առաջ որ գնացի Մոսկվայում խոսացի ադրբեջանցի դեմ Արցախի պահով, ես դրանով ապրել եմ։ Կինը շատ դեպքերում ասում է, որ գնում ես դուրսը ելույթ ես ունենում Արցախից կամ ցեղասպանությունից խոսում ես, ոնց որ $1 միլիոն շահացել ես, հենց ես ուրախացած գալիս։ Ես տենց եմ ապրել։ Ու իմ համար իմ կյանքի գլխավոր երազանքը, նպատակը, տեսլականը իմ աշկի առաջ։ Մենք տակ ենք, չենք հասկանում։ Մարդ ամենաահավոր կենդանին է, ամեն ինչի սովորում է։ Εμείς ասում սառը որ մտածես գժվելու բան է։ Ես մտածում մենք ոնց ենք դեռ ապրում։ Մեր աշկի առաջ ուղիղ եթերում մեր հայրենիքը ու մեր հայրենակիցները, մեր սրբությունները, մեր գերեզմանները թողել, ոնց որ 15 թվականին են քարավանով փախել են, սենց էլ պարզապես լավ Աստված դեռ Հայաստան էր թողել, եկան այստեղ։ Բռնագաղթվեցին, էթնիկ զտման ենթարկվեցին։ Հայաստան առաջին անգամ հայոց 10-րդ նահանգ Արցախը հայաթափվեց ու մեր աշկի առաջ։ Ու ամենավատ բանը որ դա անճարության զգացումն է, երբ որ դու տենում ես դու անճար ես։ Դու չես կարող ոչ մի բանով ազդես։ Ու ասում ես ուժեղ մարդ, ես ինչ ուժեղ մարդ։ Ուժեղ մարդը լենք Արցախը մերը կլեց, ցավդ տանեմ։ Մենք բոլորս էլ թող անճարության մեջ ենք։ Մենք մեզ կարան խափեն, խախտեն, կապնեն, գանք Ասատուրի մոտ խոսանք, բայց իմ կյանքի գլխավոր ողբերգությունը քաղաքական, հանրային, այդ է։ Ու ես իրոք դրանից հետո շատ դեռ մինչև հիմա որ ես մտածում եմ, որ պահի տակ կենտրոնանում ես ինչա տեղի ունեցել, բաց էլի նայում ենք վերև, Աստծուն աղոթում ենք, ասում ենք Աստված ջան, Աստված էլ բեթարից ազատի, ինչ ասեմ, որը բարին է։ Վերջին անգամ երբ եք արտասվել։ Չեմ հիշում, դե ես կարող եմ մի լավ երգ լսեմ արտասվեմ, տենց խնդիր չունեմ։ Երգը ինձ տանում է ինչ որ տենց այդ հուշերի բանի ու կարամ արտասվեմ, խնդիր չկա։ Իսկ մարդ ում կուզեիք ասել ինչ որ բան, բայց ցավոք հայրս միայն։ Ինչ կասեիք։ Առանձին կխոսայի էլի մի հոգեշ չեմ ասելու։ Հորս հետ կխոսայի ցավոտ տանը։ Կուզեի իրան լսեմ։ Ոչ թե ես ասեմ, իրան լսեմ։ Այն որ ինձ փոքր ժամանակ ասում էր ակաժների հետ օգտագործիկ, ասեի պապ ջան, ինչ ունես ինձ ասելու, ինչն եմ ճիշտ անում, ինչն եմ սխալ անում, ինչ ուղղությամբ գնանք, ոնց ասեմ այստեղ։ Իրան կուզեի լսեմ։ Թե չէ ինքը իմացել է որ իր որդիները իրան շատ սիրում են ու տենց խնդիր չկա, բայց կուզեի նաև իրան լսեմ։ Միակ մարդը հայրս է, որ շատ կուզեի հետը խոսեմ, լսեմ, արդեն որպես ոչ թե երեխան ծնողի հետ, այլ նաև տղեն ավակ ընկերոջ տղեն ծնողի հետ, էլի, արդեն 50-50-ամյա մարդ եմ, ուրիշ ձև էլի։ Այն ժամանակ շատ բան կա ինքի մեջ չէր խոսի, հիմա արդեն 50 տղամարդ եմ, 50 տարեկան, իհարկե կուզեի արդեն տղամարդու հետ որպես մենակ բաց երկուսով չլնենք, աղբերս էլ լիներ 3-ով։ Ես, հայրս, Էրիկը։ Մամա մեզ կների, բայց 3-ով տղամարդկային խոսենք էլի։ Այսօր եթե հանդիպեիք 20 տարեկան Էդվարդ Շարմազանովին, ինչ կասեիք։ Կասեի այսպես ջահել ես, այսպես
երիտասարդ ես։ Ես կյանքում ամեն ինչի հասել եմ ինձնով։ Սխալներով, բանվորություն անելով, կուրսային դիպլոմային գրելով, ոտս քարին կպնելով, սխալվելով, կռվելով, բարիշելով։ Ապագայի վերաբերյալ խորհուրդներ չեք տա։ Չէ, անիմաստ է, արդեն անցել է, բայց ես էլ եմ ասում, ես այդ իմաստով ամաչելու բան չունեմ։ Ես հետաքրքիր ուսանողական կյանք եմ ապրել։ Հանրակացարանային կյանք եմ ապրել։ Իդեպ բոլոր իմ ընկերներին հանրակացարանի բարևում եմ, ողջունում եմ։ Որ ֆուրի շոֆերները Այո, բոլորի հետ ես շփվել, ասինքն շատ լավ կյանք եմ, ասինքն լավը մենակ փողի մեջ չի, չէ՞։ Բովանդակային 20 տարեկան էդի որ թիմն է 95 թիվն ա եղել, 3-րդ կուրս եմ եղել։ Հա, այդ հացադուլի տարիներն ա եղել, էլի։ Հա, նորմալ։ Իսկ եթե այդ 20 տարեկան Շարմազանովը ձեզ էս ասեր, բա արժեր, ինչ կասեիք։ Հա, կասեի արժեր։ Ինչի՞ չարժեր, ես էլ իմ կյանքն է։ Ես իմ ընտրությունն է։ Ինձ ոչ մեկ չի փաթաթել, հասկանում եք, ես կյանքում ոչ մի ընտրություն, կնոջ ընտրությունը լինի, ընկերների ընտրությունը լինի, կուսակցության ընտրությունը լինի, քաղաքական ուղու ընտրությունը լինի, ես եմ ընտրել։ Լավն է, վատն է, դա իմն է։ Հասկանում եք, ինչ չեմ բերել ասել, ես քեզ նվերա, ոչ լավ բան, ոչ պարգև եմ բերել տվել, ոչ էլ ձեռիցս խլ։ Դա իմն է, իմ ընտրածն է։ Ես դրանից եմ գոհ։ Դա դժվար ա եղել, վատ ա եղել, սխալ ա եղել, ճիշտ ա եղել, բայց դա իմս է, հասկանում ես, Ասատուր ջան։ Դա իմս է։ Իսկ կյանքում ամենաթանկ բաներն ինչ որ քեզ ներդաշնակ է։ Դա իմ ճանապարհն ա եղել ու իմ ճանապարհն է, ես դեռ չեմ կարծում, որ 50-ամյա դեռ արդեն մայրամուտ ունենք, էլի։ Կյանքը շարունակվում է, ամեն ինչ էլ կարա լինի, բայց ես կրկնում եմ, ես չկա տես մարդ ամենակարևորը, որի աշկերին ես նայեմ ու աշկերս փախցնեմ։ Ոչ թե ես անամոթ մարդ եմ, կան տես մարդիկ, չէ, որ անամոթաբար նայում են ու չեն ամաչում, չէ։ Ես ամոթ ունեցող մարդ եմ, բայց չկա տես մարդ այս աշխարհում, որին ես նայեմ ու ամաչեմ։ Իսկ ամենակարևորը ես իմ մորս աշկերին ուղիղ կարամ նայեմ։ Էսա, մնացածը սխալ բան է, սաղից մոտել կարարնի էլի Ասատուր ջան։ Լավ երեխեք ունեմ, շատ լավ, աղջիկս իմ կտորն է լրիվ։ Ես որ իրան նայում եմ, պարզապես ինքը այդ բնավորությամբ։ Տղես ավելի շատ կնոջս է նման, եղբորս է նման, ավելի ինքնամփոփ է, շատ լավ սովորում է։ Տենց, իրանք իրաց կյանքով փորձում են, աղջիկս արդեն ավարտել է, ամուսնացել է, տղաս այս տարի ավարտում է, եղբորս երեխեքը նորմալ, ընտանիքում փառք Աստծո, շատ գոհ եմ, որ եւ տենց կյանքի ընկեր ունեմ եւ մայրիկս էլ մինչեւ հիմա մեր տան գլխավոր հրամանատարն է։ Իմ շատ սիրելի տիկին Լավրան։ Հասանք այն կետին, երբ պիտի առաջարկեք իմ հետագա թողարկման հյուրերից մեկին, ում եք առաջարկում։ Ասատուր ջան, ես շատ եմ մտածել, քանի որ երբ որ Նայիրան Զորաբյանին զանգ արեց, արդեն իմացա, որ տես բան կա։ Տես Ասատուր ջան, ես առհասարակ մտածել էի առաջարկեմ մարդ, որ Արցախյան հերոսամարտի հետ լուրջ կապ ունի, ով մեր ազգային արժեքների կրողն է եւ դրա տարածողն է եւ խորը հարգանքի արժանի հայորդի է ու հայ մարդ է, իմ ընկերոջը Դավիթին Ամալյան, բայց Ամալյանը Դավիթը ձեր հյուրը եղել է, քանի որ հաղորդման օրենքներով չի կարող հյուրը 2 անգամ գա նույն հաղորդաշարին, ես կգնամ հոգևոր դաշտ, ազգային հոգևոր դաշտ եւ այս բարդագույն ժամանակաշրջանում թե մեր եկեղեցու, թե մեր հանրության, թե մեր պետության համար կցանկանայի, որպեսզի հանրությունը լսեր տարիքով երիտասարդ, բայց շատ խորը հոգևորականի, հոգևոր եւ ոչ միայն հոգևոր խոսք, դա Աղթալայի վանահայր, իմ շատ հարգելի Տեր-Հետումն է, Տեր-Հետում Թարվերդյանը, որը մեր ընտանիքի բարեկամն է, իմ լավ բարեկամն է, երես կնոջ հետ եւ երեխաների հետ միասին, եւ փորձենք Տեր-Հետումի հետ կապվել։ Սիրով։ Պարոն Շարմազանով։ Տեր-Հետում ջան, հարգանքներս, ես ուղիղ եթեր եմ, բարձրախոսով եմ խոսում։ Ուղիղ եթեր ես։ Հա, ոնց ես, լավ ես։ Լավ եմ, դու։ Երեսկինը ոնց է, Տեր-Հետում ջան։ Երեսկինը լավ է։ Երեխեքը։ Լավ ենք։ Տեր-Հետում ջան, տես, ես ռանդևու հաղորդաշարի հյուրն եմ, հիմա Ասատուրը մեզ լսում է։ Այս հաղորդաշարի
օրենքներով յուրաքանչյուր հյուր հաղորդման վերջում ինքը հյուր է առաջարկում։ Հիմա քանի որ դու այո աղթալայի հոգևոր հովիվն ես եւ իմ եւ մեր ընտանիքի կյանքում, իմ երեխաների կյանքում, հոգևոր դաստիարակության կյանքում շատ լուրջ դերակատարում ունես, ես ցանկանում եմ, որ առաջարկում եմ, որ հաջորդ հյուրը ռանդևու հաղորդաշարի դու լինես եւ հոգևոր զրույց կանես եւ դաստիարակչական եւ քո կարծիքները կասես եւ քո անցածուղու մասին արդեն դու ասատուրը կորոշես։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ մեր հարությունը այս բարդագույն դժնդակ ժամանակաշրջանում արդար եւ հոգևոր խոսք լսի քո շուրթերից։ Տիրով պարոն Շարմազանով։ Եղավ Տեր-Եթում ջան, շնորհակալ եմ, երես կնոջը բարևի երեխեքին գրկի պաչի, ցավդ տանեմ, լավն ու բարին։ Աստված բոլորիս հետ։ Շնորհակալ եմ Տեր-Եթում ջան, հաջողություն։ Հրաշալի որոշում, շնորհակալ եմ առաջարկված հյուրի համար։ Շնորհակալ եմ ձեզ խորքային անկեղծ ու ջերմ զրույցի համար ու առհասարակ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ Ասատուր ջան։ Հիշեցնեմ, որ այս երեկո զրուցակիցս Էդուարդ Շարմազանովն էր։ Շարունակեք մնալ 168-ի եթերում, կհանդիպենք։